Ռոբերտ Քոչարյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ հայտարարել են տարբեր ադյաններով, ես լսել եմ, որ իրանք այդ Բաքվում գտնվող գերիներին ազատ են արձակելու Պերեդուի։ Ոնց ազատ արձակ ես։ Նրանց տերը, ընդհանուր տերը Պուտինն է, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Եվ հետագայում էլ, եթե սրանք ձայներ հավաքեն, ասենք այն Գյումրիի տարբերակ առաջ կա եւ այլ, ուրեմն իրանք չպետք է որոշեն իրար միանան, ով միանա, ով առաջինը, ով է երկրորդը, պետք է Պուտինը որոշի։ Հիմա այդ գերիներին մեր ադրբեջանցիներին վաճառելա Պուտինը ամեն ինչը Արցախում միշկա չկար, վաճառեցին ադրբեջանցիներին այն հույսով, որ ադրբեջանցիները Վրաստանը արդեն միացել է Ռուսաստանին, Ադրբեջանն էլ կմիանա, հետագայում Հայաստանի խնդիրը լուծելը շատ հեշտ կլինի։ Ուրեմն ինչ կար չկար վաճառեցին ադրբեջանցիներին։ Հիմա իրանք ոնց գերիներին հետ կպերեն, որ Ադրբեջանը կասի, ես փողը տվե առել եմ, ինչ եք ուզում ինձնից, հեռու գնացեք։ Ուրեմն դա սին խոստումներ են։ Քոչարյանը ավելի շատ Քոչարյանը ներպետական քաղբանտարկյալներին նկատում։ Ներպետական քաղբան։ Հələ հարցը, մինչև ընդրություն Քոչարյանը ազատության մեջ կմնա թե ոչ։ Հիմա մարտի 1-ի գործը որ հանեցին մեջտեղ, չէ՞։ Կարծեմ արդեն ընթացքի մեջ է։ Հանեցին մեջտեղ այդ բանը ներքին գործերի ոստիկանության պետը ինչ է դրա անունը մոռացա այդ որ ցույցերին միշտ դրա հետ կռվում էիք։ Հա, էդի մյուսներին բոլորի վրա քրեական գործեր կա հարուցված։ Դրանց որ կալանավորեցին, դրանք պետք է ցույցմունք տան, ով հրաման տվեց, որ դուք ժողովրդին խաղաղության, ազատության հրապարակում քնած խաղաղ ցուցարարներին գանահարեք, ծեծեք հայ կանանց, երեխաներին, սպանդի ենթարկեք հայ ժողովրդին եւ նրանց դիակների վրայով Սերժին բերեք իշխանության։ Ով է հրամանը տվել։ Քոչարյանը Ռոբերտը, ուրեմն ուղիղ այն Կորնիզոր Արայիկը իմ ընկերը շատ ճիշտ բան էր ասել հարցազրույցում ոտաբոբիկ բանդ պիտի գնա իր մեղքերի խաղությամբ զբաղվի եւ պատասխան տա իր ծանր հանցանքների համար պիտի պատասխան տա թե բանակը ոնց անել ժողովրդի դեմ ամենածանր հանցանքն է դա հանցանքներից մեկն է այդ բոլորի պատասխանը չտված ասում սենը ճռռալու փոխարեն սեն ոչ չի նա ճռռում